այն իմ հարցին գողությունների հետ կապված, ուրեմն sense մխիթարական խոսքեր ասում է, դե որ ավտոմեքենայի մի մասը թալանել են, գոհ եղեք, որ մեքենան ամբողջությամբ չեն գողացել, այսինքն պիտի քաղաքացին կամ ես, որ բախվել եմ այդ խնդրի հետ, ուրախանամ, ասեմ, չի լավ է, ավտոյի կեսը չկա, լավ է, որ կեսը կա։ Այն իր մյուս ելույթին կարող ասի, օրինակ, լավ է, որ դուք ավտոյի մեջ չեք եղեք, կարող դուք ավտոյի մեջ լինեիք, ձեզ էլ հետը տանեին։ Ասենք ավտոն ձեր հետ կարելի տանեին, բայց բախտերս բերել ասենք մենք մեքենայի մեջ չենք եղել։ Այսինքն լոգիկան եմ էլ ուզում հասկանամ։ Հետո ասում եք, սենց չի նենց է։ Հիմա լավ պարոն Թունյան, դուք ստեղ եք եւ կամանց արդեն այս վերջի շրջան ավելի մեծ տեմպերով իմ ֆանատ եք դառնում։ Հիմա հա ես պարոն Թունյան, այս ամբիոնը ես բազմաթիվ անգամներ օգտագործել եմ ներկայացնելու այն իրավիճակը, որ տիրում էր Տավուշի մարզում։ Եվ անպագորգոր թող չհնչի, բայց ես եւ մեր հայրենակիցները պայքարել ենք, դրա տեսանյութերը կա, երկու եկեղեցիների համար, որ լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա իմ պայքարը չի եղել, դա մեր, խնդրում եմ ինձ չընդհատել, դա մեր հայրենակիցների հետ համատեղ պայքարի արդյունքում ա եղել։ Եթե նայեք այդ տեսանյութերը կտեսնեք, որ չափագրման աշխատանքները հենց այդ եկեղեցու տարածքում էին արվում։ Ես պետք չի ստեղ մանիպուլյացիաներ անել եւ այլը։ Եվ նաեւ կառավարության այդ ժամանակների, ուրեմն Armenpress-ից տված հարցազրույցը կա, այս էլ ձեզ կփոխանցեն, որ փաստում ա նրա մասին, որ այդ խնդիրը կա գոյություն ունի։ ԵԱՀԿ 17 թվականի կարգավորող նորմերը, որ ասում է բնական, ուրեմն բնական արգելքների հիման վրա պետք է սահմանազատումները հաշվի առնելով կենսական նշանակություն ունեցող օբյեկտների, տարածքների այդ զգայուն բան, այդ էլ ձեզ կփոխանցեմ, էլի, որ հասկանաք, որ սահմանազատում ու սահմանագծումը տենց չի արվում, էլի, որ գան մի հատ կիրանցի կամուրջի վրա կանգնեն, ասեն, այս կամուրջը այլևս էլ ձերը չի։ Բայց ելույթս ուզում եմ շարունակել, ուրեմն նաև էլի հերթական մի ցնցող հայտարարության, որ գիտեք ինչ, ուրեմն Հայաստանի Հանրապետություն դեմոգրաֆիական խնդիրը պայմանավորված է, ուրեմն նրանով, որ կանանց բավարար թիվ չկա երեխա ունենալու համար։ Այս ինչ հայտարարություններ է, այս ինչ եք ասում։ Ցավոք սրտի պարոն Թորոսյանը ստեղ չի, էլի։ Երբ որ բերում ես վիճակագրական տվյալները ներկայացնում ես, այլ արգումենտ չի մնում ասելու, որ կանայք տղամարդիկ չկա, կանայք էլ կան, տղամարդիկ էլ կան։ 2-3 օր առաջ մարզերում էինք, ասում են, այդ երիտասարդները չեն ամուսնանում, որովհետև ունեն բնակարանային խնդիր, սոցիալական խնդիր եւ այլը։ Հիմա դուք ասեք, բա մենք 16 միլիոնի ծրագիր ենք իրականացրել։ Եվ ես ողջունում եմ 16 միլիոնների ծրագիրը։ Այո, լավ է որ արվել է, բայց վատ ձևով է արվել, ճիշտ ձևով չի արվել։ Մեր են առաջարկները, որ ասում ենք այդ 16 միլիոնները առաջին հերթին պետք է լինեն թիրախային, ոչ թե նրա համար, որ մարդը 3 տուն ունենալով 4-րդ ունենա։ Լավ է թող բարով վայելի, ես կամեցող մարդ եմ, Աստված տա թող այդ տունը բարով վայելեն, առողջ վայելեն։ Բայց պետք է այդ արդարության սկզբունքը տեղ գործի։ Արդարության սկզբունքը այն չի, ինձ էլ էին հորդորում, ասում են, դե մի տուն էլ դու սարքի, էլի ասում է։ Հնարավորությունը տվել է մի տուն էլ դու սարքի։ Բայց ո՞րն է այդ բարոյականությունը, եթե 3-4 տուն կա, 5-րդ տունը բանայից կամ 2-րդ տունը մարդ ունի, 3-րդ տունը ունենա, այնինչ այդտեղ այդ խնդիրը կա գոյություն ունի։ Եվ վերջերս ես խոսում էի մի շահառուի հետ, եւ շահառուն ասում էր դե լավ, այլի դաչա կունենան, կգնանք այնտեղ կհանգստանանք։ Ես դեմ չեմ որ դաչա ունենան։ Բայց եթե դե նույն այդ տարածքում խնդիր կա, երբ որ մարդը ուրեմն սողանքային գոտում տուն ունի, 2 օր առաջ ես այդ խնդրին բախվել եմ, ես այդ վթարային տանը չի կարողանում բնակվի, ճիշտ չի դա։ Դա մեր պարտքի հաշվին է։